Բարև ձեզ, բարև ձեզ։ Ծաղիկներ խոնարհելով սկսեցինք մեր հերոսների հիշատակի առաջ, նաև ուզում եմ խոսքս տեղից սկսել։ Խաղաղություն է հաստատված մեր երկրում եւ այդ խաղաղությունը ծանրագույն կորուստների անգին, տղերքի կորուստի գինն է, որ մենք որպես հավաքական ազգ վճարեցինք։ Մեր մեծագույն հարգանքի տուրքը պետք է լինի խաղաղ, զարգացող ամուր պետություն ունենալը եւ պետականություն ունենալը։ Երբեք պետական պաշտոնը ինձ համար նպատակ չի եղել։ Սա ինձ համար միջոց է մեր քաղաքներում, գյուղերում գործ անելու։ Այն ինչի դեմ ես պայքարել եմ, ես նույնը չեմ արել։ Ես իմ սկզբունքները չեմ դավաճանել։ Երկու տարբերակ կարելի եմ ասում, կամ թալանվում է բյուջեն դառնում պետական պաշտոնյան միլիարդատեր, կամ կամաց Վանաձորը ոտի է կանգնում, կամ կամաց թոշակը բարձրանում, ապահովագրություն է դրվում, ամրաշինական կառույց է կառուցվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մի տարում, որ ես ձեզ ասեմ 1074 շենքի տանիքն ու բակը միլիարդներ է, էլի, միլիարդներ, բայց այն որ խոստանում եմ, տարի փոփոխությունները տենալով կտեսնեք, այս տարի ես 15 հատ խնդրից 3-ը լուծվեց։ Դա նշանակում է, որ հաջորդ տարի եւս 3-ն է լուծվելու, դա նշանակում է, որ այն մի տարի եւս 3-ը ժամանակի ընթացքում կբերենք տեղի կգցենք։ Ունենք այսքան բյուջե, որը իհարկե այդ պարտքերը հավաքելու արդյունքում այսքան ենք սարքել։ Ու այսքան խնդրեմ։ Հերթով անելով գալիս ենք։ Իմ խնդրանքը եւ իմ խնդիրը ժամանակ, ժողովուրդ ջան, ժամանակ։ Կտակ այդ հնարավորությունը կշարունակենք։